Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսել շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ ասպային ուսումնասիրում ենք Տեր Բրահմայի աղոթքները։ Ես այսօր արդեն կավարտեմ այդ աղոթքների քննարկումը եւ մենք տեսել ուրեմն այսօր կընթերցենք միանգամից 3 ավարտական տեքստերը։ Տեքստերը հնչում են այսպես. Շրիմադ Բհագավատամ 3-րդ երկ 9-րդ գլուխ տեքստեր 23-ից։ Գերագույն Տերը Գերագույն Տերը ուրեմն հավիտենական բարերարն է բոլոր այն հոգիների, որոնք ապաստանել են նրան։ Իր գործերը նա կատարում է իր ներքին էներգիայի Ռամայի բարգավաճման Աստվածուհու միջոցով։ Ես աղոթում եմ միայն այն բանի համար, որ նա ինձ թույլ տա ծառայել իրեն, հնարավորություն տալով ստեղծել նյութական աշխարհը, եւ որ այս գործունեությունը նյութական ազդեցություն չունենա ինձ վրա, որովհետև միայն նրա ողորմածությամբ ես կկարողանամ ազատվել կեղծ հպարտությունից եւ ինձ չհամարել արարիչ։ Տիրոջ էներգիաներին թիվ չկա, երբ նա հանգչում է ջրհեղեղի ջրերի վրա, նրա պորտի լճից աճում է լոտոսը, եւ այդ լոտոսի վրա հայտնվում են այս տիեզերքի էներգիայի կենտրոնը։ Այժմ ես զբաղված եմ նրա բազմազան էներգիաները դրսևորելով, որոնք ընդունում են նյութական տիեզերքի ձևը։ Ուստի աղոթում եմ, որ նյութական գործունեությամբ զբաղվելիս չշեղվեմ վեդայական օրհներգների հնչյուններից։ Տիրոջ գերագույն կենդանի էակի ամենահնագույնից էլ հնագույնի ողորմածությունը սահմաններ չունի։ Ես սպասում եմ, որ նա օրհնի ինձ, բացելով իր լոտոսանման աչքերը եւ ժպտալով ինձ։ Նա իզորու է շունչ հաղորդել տիեզերքին եւ ցրել մեր տրտմությունը, ողորմածաբար տալով մեզ իր ցուցումները։ Ուրեմն ինչպես տեսնում ենք, Տեր Բրահման ինքը այլևս սկսեց քննարկել Գերագույն Աստծո ազնվորության ողորմածության թեման։ Եվ սրանով կեզրափակի իր աղոթքները։ Ինչի մասին էր այստեղ ընդհանրապես խոսքը։ Այս 3 տեքստերը իրականում իրենք այսպես շատ ամբողջական են, հա, եւ շատ կարեւոր են իր տրամադրություններով, որովհետեւ այստեղ Տեր Բրահման ինքը ներկայացնում է Գերագույն Աստծո անձնավորությանը նվիրված հոգու ներքին աշխարհը։ Մենք ձեզ հետ անցյալ անգամ մի փոքր քննարկեցինք այդ թեման, չէ՞, որ իրականում հատկապես աստվածամեժության դարաշրջանում, ուր ծնվում են այսպես անկախությանը ձգտող կենդանի էակները, եւ որոնց այդ անկախությունը պետք է միայն նրա համար, որպեսզի իրենք կարողանան ճիգեր գործադրել եւ այսպես աշխարհին հայտարարել իրենց կարեւորությունը, չէ՞։ Եվ այստեղ ուրեմն մենք կարողանում ենք հասկանալ, որ այս տեսանկյունից Տեր Բրահմայի աղոթքները եւ դրա տրամադրությունները շատ կարեւոր էին։ Եթե անցյալ տեքստերում Տեր Բրահման ինքը խոսում էր նրա մասին, որ ինքը ծնվել է Գերագույն Աստծո անձնավորությունից, որ ինքը գիտակցում է, որ Գերագույն Աստծո անձնավորության մեջ է, այսպես էլի, հանգրվան գտել ամբողջ բոլոր տիեզերքները, հա, որ նրա համար, որպեսզի հենց ինքը կարողանա արարել, շարունակել արարչագործությունը նյութական աշխարհի, իրան պետք է Գերագույն Աստծո անձնավորության ողորմածությունը, հա։ Ուրեմն մենք տեսանք, որ այդ ողորմածության թեմայի վրա
Տեր-Բրահման ինքը կանգնեց եւ սկսեց խորացնել թեման։ Այսինքն այստեղ Տեր-Բրահման ինքը արդեն ոչ միայն հասկանում է, թե ինքը որտեղից է հայտնվել, հա, բայց եւ միաժամանակ հասկանում է, թե այն ֆունկցիան, որ ինքը պետք է կատարի, կամ այն նախասահմանումը, որ ինքը ունի այս նյութական աշխարհում, ինքը իր մեջ մեծ վտանգ է պարունակում։ Որն է նվիրալի համար կամ Աստծո կամքը կատարողի համար ամենամեծ վտանգը։ Ինչպես ես այդ թեմայով սկսեցի, որ նյութական աշխարհում գալիս են նյութական աշխարհ այն կենդանիակները, որոնք իրենք հետաքրքրված են միայն իրենց էգոիզմով։ Այսինքն հետաքրքրված են իրենց դիրքով, հետաքրքրված են իրենց երջանկությամբ, հետաքրքրված են այն ամենով, ինչ վերաբերվում է իրենց անձին, այսինքն իրենք ոնց որ իրանց համար տիեզերքի կենտրոնը իրանք են եւ աշխարհում կա արդարություն, եթե իրանց մոտ ամեն ինչ լավ է ստացվում եւ աշխարհում եթե նույնիսկ բոլոր կենդանիակները լինեն երջանիկ, իսկ ինքը ունենա հանգստություններ, իր համար արդեն դա նշանակում է, որ աշխարհը ինքը անարդար է, դաժան է եւ այլն։ Իհարկե, նյութական աշխարհում կա դաժանություն։ Իհարկե, նյութական աշխարհում կա խստություն։ Իհարկե, նյութական աշխարհում կա անարդարություն։ Եվ դարաշրջանը, որում մենք ապրում ենք, ինքը հենց անարդարության դարաշրջանն է, որտեղ այն ինչ է նշանակում, այսպես ես ասում եմ, աստվածամերժության դարաշրջան է եւ մենք անցնում ենք առաջ։ Բայց ընդհանրապես ինչ է նշանակում աստվածամերժության դարաշրջան։ Չէ՞։ Աստվածամերժության, ովքեր են աստվածամերժերը։ Աստվածամերժերը դա այն ազնվորություններն են, որոնք իրենք չեն ուզում հետևել Գերագույն Աստծո ազնվորության կամքին։ Չէ՞։ Իսկ հիմա եկեք նորից քննարկենք։ Իսկ ո՞րն է Գերագույն Աստծո ազնվորության կամքը։ Ընդհանրապես ինչ կամք է արտահայտում։ Չէ՞ որ երբ որ ինքն է կամք արտահայտում, չէ՞, ինքը ասում է իրար մի ցավացրեք։ Դա նշանակում է, որ ցավը ինքը չի տալիս։ Հա, ինքը ասում է իրար մի դժբախտացրեք, իրար մի բռնացեք, իրար մի հոշոտեք։ Եվ դա նշանակում է, որ այդ ամեն ինչը նյութական աշխարհում ինքը կա, բայց Գերագույն Աստծո ազնվորությունը չի այդ ամենի հեղինակը։ Չէ՞, բա ովքեր են դաժանությունների, անարդարությունների հեղինակները։ Ուրեմն պարզվում է, որ դա նյութական աշխարհում ապրող կենդանի էակներն են։ Եվ աստվածամերժերը դա հենց այն կենդանի էակներն են, որոնք իրենք չեն ուզում ենթարկվել Աստծո մի պարզ, ուրեմն բանին, պարզ կամքին։ Աստված ինքը ուզում է, որ կենդանի էակները համագործակցեն իրար հետ։ Իսկ կենդանի էակները ուզում են մրցակցելու եւ թշնամություն իրականացնելու հնարավորություն ունենան։ Հասկանում եք, սա է, չէ՞։ Եվ երբ որ մենք ասում ենք աստվածամերժեր, դա հենց այն կենդանի էակներն են, որոնք իրենք համաձայն չեն, սկզբունքորեն համաձայն չեն համագործակցել ուրիշ կենդանի էակների հետ։ Իսկ ինչ է նշանակում համագործակցել ուրիշ կենդանի էակների հետ։ Համագործակցել ուրիշ կենդանի էակների հետ դա նշանակում է ընդունել, այսինքն նյութական աշխարհի օրենքն է ճիթի դիմաց արդյունք։ Եվ եթե որևիցե մեկը ինքը ինչ-որ մի բանի հասնում է, չէ՞, դա ինքնըստինքյան նշանակում է, որ ինքը ճիթեր է գործադրել։ Հիմա, եթե ինքը հաջողության է հասնում արատավոր ճիթերի դիմաց, ինքը վերջում անպայման Աստծուց ստանում է իր արժանի պատիժը, այսինքն իր գործողություններին արժանի պատասխանը։ Հիմա, իհարկե,
Միշտ կարելի է ասել, որ հենց այստեղ, հենց հիմա աշխարհը ինքը անարդար է եւ Աստծուն հնարել են ուղղակի այսպես էլ ինչ-որ որպես ինչ-որ անզորների ապաստարան եւ իրականում վեդաներում հենց այդպիսի մի աղոթք կա, որտեղ Մայր Կունտին ինքը այդպես է աղոթում Աստծուն, ինքը ասում է ով դու թշվառների հարստությունը, չէ՞։ Հասկանում եք, եւ կարելի ասել, այո, ինքը դրա համար էլ հորինված է, որպեսզի խելամիտները իրանք հետևեն բնության օրենքին, այսինքն ոչ թե բանն է, ոչ թե ճիքերի դիմաց է ինչ-որ մի բան տրվում, այլ ուժի, ով ուժեղ է, նա էլ հաղթում է, սա է բնության օրենքը։ Հասկանում եք, եւ աստվածային մարդիկ, իրանք դա այն մարդիկ են, որոնք ենթարկվում են Աստծո կամքին, որն է Աստծո կամքը։ Համագործակցեք միմյանց հետ, որպեսզի բոլորը լինեն երջանիկ։ Եվ այդ համագործակցությունը ինքը պետք է լինի այ ուրիշի ճիքերը ընդունելու գաղափարը։ Ես այստեղ շատ ոչ պոպուլյար գաղափար եմ առաջ քաշում։ Ես միշտ ասում եմ, նույնիսկ այն ազնվորությունները, որոնք իրենք արատավոր գործունեության հաշվին են ինչ-որ բանի հասել, չէ՞, նույնիսկ իրենք համապատասխան ճիքեր են գործադրել։ Որովհետև չէ որ, ասենք, այ արատավոր անձնավորություն լինելը, դա իրականում այդքան էլ հեշտ բան չի, չէ։ Եվ ասենք, եթե մենք այս սովորական մարդկանց վերցնենք, այո, իհարկե, մեր դարաշրջանում ծնվում են այդպիսի կենդանիակներ, որոնք իրենք այդ արատի հանդեպ հակում ունեն։ Բայց եթե մարդը ինքը գոնե մի թեթև առաքինության, այսպես նշույլ անգամ իր մեջ ունի, չէ, ինքը չի կարող արատավոր գործողություններ անի, ինչ-որ բանի, ինչ-որ, չգիտեմ, արդյունքի հասնելու համար, ուղղակի չի կարող, որտև ինքը այդպիսի մարդ չի, այդպիսի կենդանի էակ չի, հասկանում եք, չէ, հիմա, եւ երբ որ մենք ասում ենք աստվածամերժ, ուրեմն այդ իրանք այդ անձնավորություններն են ըստ էության, որոնք իրենք չեն ընդունում համագործակցության գաղափարը եւ մրցակցում են եւ թշնամություն են տածում իրար հանդեպ։ Եվ մենք շատ ենք խոսել դրա մասին, որ աստվածամերժության դարաշրջանում կրոնականությունը նույնպես օգտագործվում է որպես մրցակցության եւ թշնամանքի դաշտ, չէ՞, եւ արվում է դա աղանդավորության միջոցով։ Հասկանում եք, աղանդավորությունը դա ո՞րն է։ Աղանդավորությունը դա է ցանկացած կազմակերպված կրոն, որը իր մեջ պարունակում է պաշտոններ, որտեղ խոսքը գնում է, ինչ է նշանակում հոգևոր մարդը կարիերայով է զբաղված։ Այդպիսի գաղափար ընդհանրապես գոյություն չունի, պիտի չունենա։ Եվ այդ գաղափարները, երբ որ իրանք հայտնվում են կրոնի մեջ, դա միանգամից միանշանակ նշանակում է, որ աստվածամերժերն են զավթել կրոնը։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ հիմա տեսեք, այդ անձնավորությունները իրանք ընդհանրապես շահագրգռված չեն Աստծո կամքին ենթարկվելու կամ չգիտես ինչի, չէ՞։ Իսկ հիմա այս տեքստերում Տեր Բրահման ինքը մի շատ կարևոր բան է առաջ քաշում։ Երբ որ կենդանիակը ինքը էգոիստ է, մենք հակրած անցյալ անգամ դրա մասին մի թեթև խոսեցինք, չէ՞։ Եվ ինքը անցյալ կյանքերում ինչ-որ այնպիսի գործողություններ է կատարել, որ այս կյանքում ինչ-որ շնորհքներ ունի, չէ՞։ Այդ շնորհքները ինքը միշտ համարում է, որ դա հենց ինքն է։ Եվ եթե նույնիսկ համարում է, որ Աստծո կողմից է շնորհք տրված իրեն, անմիջապես գոռոզություն է զարգացնում այն հիմքի վրա, որ այ Աստված հենց իմինը ինձ է ընտրել։ Երբ որ կենդանիակը ինքը Աստծուն նվիրված է, ինքը երբեք այդպիսի տրամադրությունների մեջ չի ընկնում։ Հասկանում եք։ Բա որն է հիմքը այդպիսի անձնավորությունների։ Այդ Տեր Բրահման ինքը այստեղ հիմա
ասեց այդ հիմքը։ Աստծո նվիրյալը, երբ որ ինքը հասկանում է, որ ինքը ինչ-որ մի գործ ունի կատարելու նյութական աշխարհում, Աստծո կողմից հովանավորված, չէ՞, դա այսպես միանգամից նշանակում է, որ ինքը գիտակցում է, որ ինքը վտանգի մեջ է գտնվում, ի որ տեսանկյունից, որ գտնվելով նյութական աշխարհում, չէ, ինքը կարող է հանկարծ գոռոզություն զարգացնել, որովհետև հոգևոր կենդանի էակը, չէ, որը ինքը Աստծո նվիրվածության հիմքի վրա է ինչ-որ մի բան ձեռնարկում, չէ, ինքը հակառակը, երբ որ գիտակցում է, որ իրան ինչ-որ բան է վստահված, ինքը ահավոր պատասխանատվության զգացում է ունենում, որ ինչի կապակցությամբ, որ հանկարծ ինքը այդ գործողությունների մեջ, որը ինքը պիտի կատարի, չէ, հանկարծ այդ գործողությունների մեջ ինչ-որ մի հատ թեթևակի նույնիսկ սխալ տեղի չունենա։ Սա ուրեմն այսպես էլի գլոբալ տարբերությունն է։ Եվ հիմա Տեր Բրահման ինքը հենց այդ թեմայով է բանանում, չէ, որ ասենք, որ այստեղ հիմա Բրահման ինքը արդեն խոսեց ոչ թե միայն նրա մասին, թե որտեղից է ինքը հայտնվել, որ ինչ-որ իրան թե ինքը ինչ պիտի անի, չէ, բայց արդեն խոսեց այն վտանգների մասին, որոնք թաքնված են այն ֆունկցիայի մեջ, որը ինքը հիմա պիտի կատարի։ Ինչու՞, որտեղ ինքը հիմա պիտի աշխարհներ արարի։ Եվ այդ գործողությունը ինքը, այսպես էլի, կոլոսալնի մասշտաբ, ահռելի մեծ մասշտաբի գործողություն է, չէ՞։ Եվ այդ գործողությունները կատարելուց Տեր Բրահման ինքը հասկանում է, որ իրականում շատ հեշտ է լինելու, երբ որ ինքը արդեն խորասուզվի, այսպես էլի, տեսեք, ինքը կարող է գործողությունները կատարելուց առաջ ուրիշ գիտակցություն ունենալ, բայց երբ որ ինքը գործողությունները սկսի, երբ որ ինքը սկսի արդեն արարել, չէ, այո, ինքը կարող է մոռանալ, որ արարչագործության աղբյուրը, հիմքը ինքը չի, ինքը կարող է իրեն վերագրել այդ պայմաններում, բանել այդ արարչի հեղինակությունը, հասկանում եք, և ընկնել այդ կեղծ հպարտության ճիրանները, և կարող է սկսել համարել ինքը իրեն այդպես ինքնուրույն արարիչ, և Տեր Բրահման հիմա վախենում է, տեսեք, ինքը ոչ թե ինքը նախապես գիտակցում է, որ ինքը իր ուժերով չի անելու այս ամեն ինչը, ինքը հենց այդ դրանից է վախենում, որ երբ որ սկսեց անել, ինքը գործողությունները իրան կարող են գցել շատ վատ իրավիճակի մեջ։ Հա? Եվ օրինակ տեսեք, ասենք, չէ, շատ կենդանի էակներ իրանք երբ որ ինչ-որ գործ է իրենց վստահվում, իրենք եթե հասկանում են, որ դժվար գործ պիտի կատարեն, չէ, Գերագույն Աստծո անձնավորությունից խնդրում են հաջողություն, որպեսզի հաջող կատարեն այդ գործը։ Ըստ էության, այդ աղոթքը ինչի մասին է։ Հա? Ըստ էության, այդ աղոթքը բարի փառքի մասին է։ Հա? Հասկանում եք, նիպրավալից է, էլի, որ տանուլ չտամ գործը, ինչի համար։ Հասկանում եք, որ ինքը ասում է օգնիր ինձ, որ ես հաջող կատարեմ, չէ, այդտեղ ինքը մտահոգված է իր բարի փառքով։ Հասկանում եք, իսկ Տեր Բրահման ինքը խնդրում է պաշտպանություն։ Իր աղոթքը ինքը մի դաս ավելի բարձր է։ Հա, ինչի մասին, ինչից է ինքը պաշտպանություն խնդրում։ Ինքը պաշտպանություն է խնդրում, որ այն գործողությունները, որ ինքը պիտի կատարի,
ոնց է չպղծեն իրան, հա? Հիմա ինքը ասեց, որպեսզի ես բան չանեմ, էլի, չշեղվեմ վեդայական բաներից, ձայներից, զվուկի։ Հասկանում եք, չէ՞, ինչի բաստեր խոսքը այդտեղ, էլի։ Ընդհանրապես վեդաները, 4 վեդաները հիմնական, իրանք Աստծո ծառաներ, ու սենց ասեմ, էլի, ոնց որ Աստծո ծառաներ նախապատրաստելու համար չեն։ Որովհետև 4 վեդաները իրենք նախատեսված են այն կենդանիակների համար, որոնք իրենք ուզում են պաշտպանված լինել նյութական տառապանքներից եւ հաստատված լինեն նյութական հաջողության մեջ։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդտեղ դիտարկվում է, որպես այդ երկու խնդիրները լուծելու համար անհրաժեշտ հզորություն ունեցող անձնավորություն։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա վեդայական գրականությունը ինքը ուղղակի կոչ է անում, որպեսզի կենդանիակը եւ իր պաշտպանության խնդիրների մեջ եւ նյութական հաջողության հասնելու խնդիրների մեջ հույսը դնի Աստծո վրա, սա առաջի քայլն է կրոնականության մեջ, չէ՞։ Եվ դրա համար Բրահմանն ինքը ասեց այնպես արա, որ ես չտարվեմ դրանով, էլի, որ ես այդ իմինը վեդաների բաները, որտեղ Բhagavad Gita-ում Տեր Կրիշնան ինքը այդպես էլ կասի, չէ, կասի, որ վեդաների ծաղկուն լեզուն, հա, չպիտի իրականում հրապուրի մաքուր նվիրալին, որովհետև իմինը այդ 4 վեդաների լեզուն, ինքը ես արդեն ասեցի, թե ինչ ֆունկցիաների համար է, դա նվիրվածության, Աստծո հանդեպ նվիրվածության թեմայի հետ ոչ մի կարևոր, ոչ մի կապ չունեցող գրվածք է։ Դա առաջի քայլն է Գերագույն Աստծո անձնավորության հանդեպ, որտեղ կենդանիակը վստահում է Աստծուն իր նյութական խնդիրները։ Հիմա, տեսեք, այ որ Բրահմանն ինքը ասում է, այնպես արա, որ ես չհրապուրվեմ, չէ, ինձ այդ ողորմածությունը տուր, որ ինքը ինչի մասին է խոսում, չէ, այսինքն ինքը հիմա ոչ թե խոսում է նրա մասին, որպեսզի Գերագույն Աստծո անձնավորությունը աջակցի իրեն արտաքինից, այլ ինքը խոսում է նրա մասին, որ ինքը Գերագույն Աստծո անձնավորությունից աջակցություն է խնդրում իր ներսում, հասկանում եք, չէ, եւ ինքը ինչի մասին էր խոսում, չէ, եթե պատկերավոր ասենք, ինքը խոսում էր նրա մասին, որ թող Գերագույն Աստծո անձնավորության ժպիտը եւ հայացքը միշտ կենթանացնեն ինձ, միշտ ինձ բանվիճակում պահեն, չէ, այսինքն դա ինչի համար ինքը հանկարծ հիշեց ժպիտն ու հայացքը, այ որ ինքը հիմա աչքերը կբացի նրա ժպիտը, չէ, կյանք կտա, այդ ինչի մասին էր խոսքը, նրա հմայքի, չէ, ինչի ինքը հիմա, տեսեք, ինքը Բրահման հիմա պաշտպանություն է խնդրում, ոչ թե Գերագույն Աստծո անձնավորության հզորությունից, այլ նրա հմայքից։ Եվ սա, օրինակ ինձ համար, սա գեր բարձր աղոթք է։ Ինչու համար, որովհետև ինչի մասին է այստեղ Տեր Բրահման ինքը խոսում։ Ինքը խոսում է նրա մասին, որ ինքը քաջ գիտակցում է, որ նյութական աշխարհը ինքը, այսպես ասեմ էլի, ինքը վախենալու է։ Հոգևոր մարդու համար նյութական աշխարհը ինքը վախենալու է։ Ինչու է վախենալու, որովհետև նյութական աշխարհը ինքը կարող է կենդանիակին կլանի։ Հասկանում եք, ինքը կարող է կենդանիակին հրապուրի, այսինքն Տեր Բրահման ինքը հիմա շատ լավ հասկանում է, որ նյութական, երբ որ կենդանիակը ինքը նյութական մարմնի մեջ է, իր համար հրապուրվել նյութական աշխարհի իրականություններով, հրապուրվել նյութական աշխարհի արժեքային համակարգով, շատ հեշտ է։ Եվ որ հիմա Տեր Բրահման ինքը ասում է, թող Աստված իմ ներսում ինձ աջակցի, հա, եւ պաշտպանի,
ինքը այդ պաշտպանությունը խնդրեց Գերագույն Աստծո ազնվորության ժպիտի եւ հայացքի մեջ։ Ինչու, որտեղ եթե ինքը իր ներքին աշխարհում, իր աչքի պատկերավոր ասած, իր աչքերի առաջ պահի, իրոք ռեալ պահի Գերագույն Աստծո ազնվորության աչքերը եւ նրա աչքերի ժպիտը, նյութական աշխարհում այդպիսի գործողություն չկա, որ կկարողանա իրան գայթակղել։ Հասկանում եք։ Ուրեմն, եթե մենք այսպես էլի հավաքենք այս 3 տեքստերը եւ ասենք փորձենք ինչ-որ մի տրամադրության մեջ մանանենք, քննարկենք, չէ՞։ Ուրեմն Տեր Բրահման ինքը խոսեց նրա մասին, որ երբ որ կենդանի էակի ծառայությունը ինքը շատ մեծ չափսերի է, հա, դա իր համար կենդանի էակի համար կարող է անվտանգ լինել միայն եւ միայն այն դեպքում, երբ որ մարդը ինքը իրեն չի կտրում Աստծո ողորմածությունից, չի հեռանում սուրբ գրվածքների տրամադրություններից, չի կորցնում խոնարհությունը, հա, եւ չի վերագրում իրեն մի բան, որը իրականում իրենը չի։ Հասկանում եք։ Այսինքն, երբ որ նվիրյալը ինքը ինչ-որ մի ֆունկցիա ունի այս աշխարհում կատարելու, ինքը շատ լավ գիտակցում է, որ ինքը այդ ֆունկցիան պատկանում է Գերագույն Աստծո ազնվորությանը։ Դա իր որոշումն է։ Իսկ կոնկրետ նվիրյալը ընդամենը ինստրումենտ է։ Գործիք, ընդամենը գործիք է Գերագույն Աստծո ազնվորության ձեռքերում։ Եվ նա, ով դա, գիտեք ոնց է, այդ գործիքն էլ չէ, կարելի է հպարտությամբ ընդունել եւ խոնալ։ Հպարտությամբ դա այն ժամանակ, այ Աստված ինձ է ընտրել, որ ես այս գործը իր համար անեմ։ Այսինքն ինքը ընդունում է, որ գործը Աստծունն է, որոշումը Աստծունն է, բայց հիմա իր հպարտության թեման այն է, որ հենց այդպես քեզ չի ընտրել, ինձ է ընտրել։ Հասկանում եք։ Եվ այդ իմաստով, այո, նվիրալի, ուրեմն ցանկացած նվիրալի, որը ինքը ունի, ասենք, բան էլի, ինչ-որ նյութական աշխարհում ինչ-որ մի ֆունկցիա կատարելու բան, առաջադրանք Գերագույն Աստծո ազնվորության կողմից, ինքը քաջ գիտակցում է, որ ինքը ինչու համար, որովհետև ինքը նյութական էներգիան, հասկանում եք, ինքը նախատեսված է այն դրա համար։ Նյութական էներգիան ինքը նախատեսված է անկախության զգացում, հա, հպարտություն, էգոիզմ, գոռոզություն բանանելու, ուրեմն իրականացնելու համար։ Դա է նյութական աշխարհի էներգիայի այդ բնույթը, դա է։ Ну, դա նույն բանն է, որ ես ասում եմ, մտա ջուրը չես կարող ակնկալել, որ չես թրջվելու։ Հա? Եվ նվիրալները իրանք միշտ այդպիսի վերաբերմունք ունեն, որ նյութական աշխարհում կարելի է չթրջվել, այսինքն ջրի մեջ կարելի է չթրջվել միայն այն ժամանակ, երբ որ դու համապատասխան ինչ-որ բան ես վրա թակած։ Եվ այդ վրա թակած բանը հոգևոր տեսանկյունից դա Աստծո ողորմածությունն է եւ այդ գիտակցումն է, որով կենդանիակը ինքը այդ Աստծո այդ ողորմածությունը միշտ խնդրում է, որպեսզի Աստված ոչ ինքը չի ասում իմ փոխարեն այնպես արա, որ ես չգայթակվեմ, հա, ինքը ասում է ուղղակի ցույց տուր ինձ քո աչքերը, քո հայացքը եւ քո ժպիտը եւ ես արդեն պաշտպանված եմ, որովհետեւ եթե ես տեսնում եմ քո բարի այդ ժպտադեմ նյութական աշխարհում, նյութական աշխարհը ինքը նախանձների աշխարհն է, չէ՞։ Եվ այստեղ նույնիսկ կիսաստվածները, դրախտում ապրողները, միևնույն է, իրենք առաքինի են, բայց քոքը միշտ մնում է էգոիզմը։ Վեշտականում, հասկանում եք, չէ՞։ Իսկ Գերագույն Աստծո ազնվորության արմատները իրանք բացարձակապես այլ են։ Դա մաքուր սիրո հիմքը ունեցող աչքեր են,
դա մաքուր սիրո հիմքը ունեցող ժպիտ է։ Եվ դրա համար բրահմանինքը ասեց, դու ուղղակի չհեռանաս իմ աչքերի առաջից, երբ որ դու չես հեռանա, նյութական աշխարհը ոչինչով ինձ չի կարող, եթե դաշը ուզենա էլ չի կարող հարապուրել, չէ՞։ Ուրեմն մենք տեսանք, որ այս տեքստերը իրանք տրամադրությունների տեսանկյունից բավականին ուժեղ տեքստեր են, որոնք իրենք ցուցադրում են Տեր Բրահմայի հոգևոր հասունությունը։ Հոգևոր հասունություն, որտեղ ինքը չի ցուցաբերում այդպիսի սիմպտոմներ, որ ինքը վախենում է գործունեությունից, չէ՞, որտեղ օրինակ ասենք ինքը կարող էր ասել, որ ինչպես դա ասում են իմպերսոնալիստները, իրական իմպերսոնալիստները։ Վայ, չէ։ Նյութական աշխարհում ինչ որ մի բան անել, ոչ մի դեպքում ինձ հանգիստ թողեք, ես գնամ իմ կենտրոնացումների վրա կենտրոնացած, միջև որ այս աշխարհը կլքեմ։ Եվ իրանք ահավոր վախենում են գործունեությունից։ Տեր Բրահման ինքը կլասիկ մաքուր նվիրյալներին բնորոշ հոգեբանություն է ցույց տալիս։ Ինքը ասում է, ես չեմ վախենում գործունեությունից։ Հա, բայց ես վախենում եմ այդ գործունեության մեջ կորցնել իմ ռեալ դիրքի գիտակցումը։ Հասկանում եք, այ որ ես ընդամենը գործիք եմ։ Եվ սա ինքը շատ կարևոր տրամադրություն է, կարևոր այդ հիմքը, որով որ տարբերվում են պերսոնալիստները իմպերսոնալիստներից։ Սովորական մարդը ինքը միշտ մտածում է, որ իր համար ամենագլխավոր բանը վտանգը, որը կա, դա սխալ գործում, մեծ գլխից, այդ որ ասում են գլխից մեծ գործեր մի բռնի, չէ, այդ մեծ գործողություններ կատարելն է, որովհետև այդտեղ ազնվորությունը ինքը հասկանում է, որ ինքը հոգնելու է, որ լինելու են տարբեր տեսակի դժվարություններ, որ մեկ լինելու է այդպիսի զգացում, որ ուժը արդեն չի հերիքում, արտաքին աշխարհը կարող է դիմադրել, չէ՞։ Բայց Տեր Բրահման ինքը շատ ավելի խորը վտանգ է տեսնում։ Ինքը հասկանում է, որ այդ գործունեության մեջ ամենագլխավոր գայթակղությունը դա ոչ թե աշխատանքի դժվարություններն են, հա, այլ այդ, որ կենդանիակը ինքը կարող է կանգնել այդ վտանգի առաջ, որ բաժանի իրան Աստծուց եւ իրան որդեգրի այն, ինչը որ ընդհանրապես իրանը չէր, եւ սկսի զգալ իրան այդ ամբողջ իրա ծավալած գործունեության հեղինակը, չէ՞։ Այդ 23-րդ տեքստում Տեր Բրահման ինքը հատկապես պարզ դա ասեց, չէ՞։ Ինքը ասեց, որ ես խնդրում եմ, որ դու անես այնպես, որ հենց իմ իսկ կողմից ստեղծված աշխարհը իմ վրա ազդեցություն չունենա, որպեսզի ես հանկարծ գոռոզաբար չմտածեմ, որ ես արարիչ եմ։ Տեսեք, եւ սա իրականում ամեն մի կենդանի էակի, ամեն մի հոգևոր մարդու ներքին հիմքը պիտի լինի, որովհետև մենք բոլորս անկախ ամեն ինչից ունենք մեր նախասահմանումը, չէ՞։ Եվ տեսեք, եթե մենք այդ նախասահմանումը ընկալենք որպես Աստծո կողմից առաջադրանք, ամեն մեկը կձգտի, եթե նույնիսկ ինքը հավաքարար է, կձգտի իր գործը անել կատարյալ։ Երբ որ կենդանի էակը, պատկերավոր ասած, հավաքարարի դիրքը ընկալում է որպես իր համար նսեմություն, չէ՞, ինքը դա անում է այդ նսեմացած վիճակից։ Եթե ինքը այդ նույն գործը անում է, օրինակ, շատ պրիմիտիվ բան ասեմ, էլի, այն գիտակցությունից, որ չէ՞ որ ասենք, եթե ինձ վստահված է հավաքարարությունը, Գերագույն Աստծո անձնավորությունը ինձ է վստահել կոնկրետ այս տարածքի մաքրությունը։
Եվ ինձանից է կախված, թե տարածքը ինքը մաքուր կլինի, թե ոչ։ Չէ, եւ տեսեք, ասեք մարդիկ, իրանք շատ հաճախ իհարկե դժգոհ են մնում, որովհետեւ ասենք պատշաճ աշխատավարձ չեն ստանում, ասենք աշխատում են եւ այդ աշխատանքով չեն կարողանում ապահովել իրենց ընտանիքի կարիքները։ Եվ որ կյանքը դժվար է, այսինքն երբ որ մարդիկ իրար սխալ են գնահատում, իհարկե, ասենք կենթանիակը ինքը չի կարող լինել գոհ։ Իսկ ես օրինակ խորհուրդ եմ տալիս, իսկ դուք մի հատ փորձեք, եթե նույնիսկ նյութական իմաստով, հասարակական իմաստով ամենացածր գործն եք անում, հա, փորձեք ուղղակի դա անել այդ տրամադրությամբ, որ Աստված ջան, դու ինձ սա ես վստահել, ես իմինը քո համար սա արեցի ամենալավագույն ձևով, ինչպես որ կարող էի։ Եվ ես վստահեցնում եմ, որ դուք շատ հետաքրքիր փոփոխություններ կֆիքսեք ձեր կյանքում։ Հասկանում եք, այդ իմինը այդպիսի ներքին տրամադրությունից է, որ Գերագույն Աստվածնավորությունը ինքը սկսում է կենթանիակին վստահել ավելի ու ավելի, ավելի ու ավելի, ավելի ու ավելի, եւ որ ամեն մի քայլափոխին ինքը տեսնում է, թե ինչպիսի նրբությամբ, ինչպիսի պատասխանատվության զգացումով այդ կենթանիակը արեց այն, ինչ որ իրեն վստահված էր, եւ արեց այնպես, որ Գերագույն Աստվածնավորությունը դրանից գոհ մնա։ Չէ, եւ իհարկե այստեղ ամենաառաջի քայլը, որը շատ կարեւոր է, դա նա է, որ մենք պետք է իմանանք, թե որ գործողություններն են, որոնք իրենք աստվածային են։ Որովհետեւ այո, իհարկե, նյութական աշխարհը ինքը երկակի է։ Եվ սա նշանակում է, որ նյութական աշխարհում կան գործողություններ, որը Գերագույն Աստվածնավորությունը ինքը համարում է արատավոր, եւ կան գործողություններ, որը ինքը համարում է աստվածային։ Առաջի հերթին խնդիրն է ճիշտ գործողությունը, երկրորդ հերթին այդ գործողությունը Գերագույն Աստվածնավորությանը բավարարելու համար։ Սա ներքին, թե ինչ պիտի տեղի ունենա, ոչ թե ինչ-որ ձևական բառերով, հասկանում եք, մարդիկ կան, որոնք իրենք ուղղակի իմանում են, որ այսպես է մեխանիկորեն առաջից, հետևից, ես ճիշտ ասած, անկեղծ որ ասեմ, ահավոր չեմ սիրում այդ երևույթը, ահավոր, որովհետև ինքը այսպես է, ինչ-որ արտաքին, ներքինից ոչ մի խնդիր չլուծող բառեր են։ Երբ որ Աստծո անունը աջից, ձախից, վերևից, տակից մշտական հոլովում են, հասկանում եք, բայց մարդը իր ներսում միևնույն է չի դառնում այն մարդը, որը ռեալ ինչ-որ բան հանուն Աստծո է անում։ Ճիշտ խոսքեր է ասում, այո, բայց իրապես հանուն Աստծո է ասում, դա հազվագյուտ դեպքերում է, չէ՞։ Ուրեմն սա իրենք շատ կարևոր բաներ էին, չէ՞։ Ուրեմն Տեր Բրահման ինքը շատ հետաքրքիր ճիշտ աղոթք է մատուցում։ Որովհետև տեսեք արագ, ինքը չի ասում ինձ ուժ տուր, որ ես այս ծառայությունը անեմ։ Ինչու այդպես չի ասում։ Որովհետև ինքը պարզ գիտակցում է, որ եթե ինքը արդեն ծնվել է որպես երկրորդական արարիչ, դա արդեն իսկ նշանակում է, որ ինքը այդ ուժը ունի։ Ինչ իմաստ ունի երկրորդ անգամ Աստծուց խնդրել այն, ինչ որ քեզ արդեն իսկ տրված է։ Չէ՞։ Դրա համար ինքը չասեց ինձ ուժ տուր, որ ես առաջամ։ Ոչ, ինքը գիտակցում է, որ ինքը այդ ուժը ունի։ Ինքը ինչ ասեց։ Ինքը ասեց խնդրում եմ, չթողնես, որ ես հանկարծ ընկնեմ կեղծ հպարտության մեջ։ Չէ՞։ Հիմա հաջորդ տեքստով, 24-րդ տեքստով ինքը այդ գիծը, ողորմածության գիծը ավելի ուժեղացրեց։ Չէ՞։ Ինքը տեսեք, ինքը իրան ասեց. ես այսենց կենտրոնն եմ դիեզերական էներգիայի։ Չէ, բայց նույնիսկ այդ խոսքը ասելուց հետո, այլմիան դուք պատկերացրեք, հա, որ դուք ինչ-որ մի հատ շատ պատասխանատու բանի կենտրոն եք ձեզ զգում։ Պատկերացնում եք մոտավորապես ինչ կեղծ ես միանգամից կզարգացնենք մենք, չէ։
Իսկ Տեր Բրահման ինքը հակառակը, ինքը միանգամից է ասում, բայց քո էներգիաները իրանք անհամեմատ ավելի շատ են։ Ես ընդամենը արտահայտում եմ դրանց մի մասը։ Հա? Եվ այս դրա համար է, որ ես քեզ աղոթում եմ, որ ես հանկարծ չշեղվեմ վեդայական գիտելիքից, այդ իմաստով, որ իրականում բոլոր էներգիաները իրանք քոնն են, եթե նույնիսկ ես այդ էներգիաների կենտրոնն եմ այս պահին թվում։ Հասկանում եք։ Այսինքն, տեսեք, այստեղ Բրահման ինքը ինչ է ասում։ Ինքը բանականության մարմնավորումն է, բայց ինքը ասում է իմ պաշտպանությունը, ոչ իմ բանականությունն է, ոչ այն ստատուսն է, որը ես ունեմ, դա պատիքը էլի, չէ, ոչ իմ հզորությունն է։ Իմ պաշտպանությունը մենակ կայանում է նրա մեջ, որ ես իմ ներսից մնամ քո խոսքերին հավատարիմ, որտեղ վեդայական ինչ է նշանակում, դա սուրբ գրվածքներն են, քո խոսքերին հավատարիմ։ Չէ՞, ուրեմն այսա ինքը շատ կարևոր կետ է ներքինից իրական հոգևոր կյանքով զբաղված ազնվորության համար, սա շատ կարևոր կետ է։ Դրա համար ես միշտ այսպես էլի կիսալուրջ, կիսահանակով աշակերտներից միշտ դա եմ ասում, որ ասենք իրական հոգևոր մարդու համար օրենսդրություն պետք չի։ Ինքը իր մեջ արդեն կրում է ամենաբարձրագույն օրենսդրությունը, աստվածային կանոնները, պահվածքի, վերաբերմունքի եւ այլի եւ այլի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այստեղ այդ ներքինը, որ միացված լինի այդպիսի խնդիրների մեջ, չէ՞, սա է որ մարդուն դարձնում է հոգևոր մարդ։ Հասկանում եք։ Եթե մարդը ինքը տեքստերը ուղղակի անգիր է սովորում, որպեսզի ուրիշների համար կարդա, ինքը հոգևոր մարդ չի, ինքը ձևական է։ Եվ 25-րդ տեքստում մենք տեսնում ենք, որ Տեր Բրահման ինքը իր աղոթքը հասցրեց այդ ամենագագաթնեկին։ Բրահման ինքը չի սպասում։ Ինքը չի սպասում, որ գերագույն ազնվորությունը իրան թույլ տա, որ ինքը գործի։ Ինքը հասկանում է, որ այդ թույլտվությունը ինքը արդեն ունի։ Դրա համար ինքը ասեց, հիմա մի քիչ հետո ես սկսելու եմ արարել։ Հա? Բայց ինքը ինչ խնդրեց։ Ինքը ասեց, հենց որ ես էդի սկսեցի անել, խնդրում եմ, ոչ հայացքդ, ոչ ժպիտդ, ոչ էլ քո հրահանգները իմ աչքի առաջից եկող չտանես։ Հասկանում եք։ Այսինքն Տեր Բրահման ինքը ասեց, որ ոչ թե իմ ուժը, ոչ թե իմ հնարավորությունները, հա, այսինքն այդ էլի, որպեսզի ես այդ ամեն ինչը ճիշտ անեմ, կարևոր է ընդհանրապես մի բան, որ ես զգամ քո ներկայությունը։ Ինչու՞։ Որ այստեղ ինքը մի հատ շատ կարևոր բառապատկություն ասեց, չէ՞։ Ինքը ասեց քո կենդանացնող ներկայությունը։ Հասկանում եք։ Եվ իրականում տեսեք հոգեբաններն էլ են, չէ՞, իրենք այս կետը վերցրել։ Ինչ են ասում հոգեբանության մեջ, երբ որ քեզ ինչ-որ, ասենք, այսպես վարժություններ են տրվում, որոնք ինչ-որ խնդիրներ լուծող են, չէ՞։ Հոգեբանները իրենք ասում են, բա ոնց իմանաս, ասենք, դա ճիշտ որոշում է, թե սխալ որոշում է։ Եվ իրանք ասում են, կենտրոնացի սրտիդ վրա, սրտի չակրայի վրա կենտրոնացի, եթե դու ծանրություն ես զգում, ուրեմն ինչ-որ բան սխալ ես արել։ Եթե ամեն ինչը ճիշտ ես արել, պիտի ներսում զգաս թեթևություն։ Սա նույն գաղափարն է, որը հիմա Տեր Բրահման ինքը առաջ քաշեց, չէ՞, որ քո ներկայությունը ինքը ամեն ինչը կենթանացնում է։ Հիմա տեսեք, այդ ինչ որ ես հիմա կասեմ, դա մենակ անձնավորությունը կարող է ինքը իր համար կիրառել։ Երբ որ մենք ինչ որ մի բան ենք անում, չէ՞։ Չգիտեմ ոնց ասեմ, էլի, ոնց գալիս է այդպես ասեմ, կարող է հասկանալ լինի։ Երբ որ մենք ընդհանրապես ինչ որ մի բան ենք անում, չէ, եւ ձեռքի տակ այդ կյանքի ուժը չենք զգում,
հա, որ կյանք կա, այդ ինչ որ մենք անում ենք, դրա մեջ կյանք կա։ Այ որ մենք այդ կյանքը չենք զգում, չէ, դա միշտ նշանակում է, որ աստվածային ներկայությունը այդտեղ չկա։ Հասկանում եք, որովհետև ամեն տեղ, որտեղ որ կա աստվածային ներկայությունը, այդտեղ կա այդ կյանքի զգացողությունը մատերի տակ։ Չեմ անում էլի, կարողացա, ասենք, փոխանցեմ, թե այստեղ այդ Տեր Բրահմայի ասածը ինքը շատ գեղեցիկ ասած էր, էլի, որ оживляю այդ կենթանացնող քո ներկայությունը։ Հա, եւ շատ գեղեցիկ էր, թե ոնց ասենք Տեր Բրահման ինքը նկարագրեց Աստծուն այդ տեսանկյունից, չէ՞։ Եվ ինքը 3 բան, չէ՞, 3 կետ թվարկեց։ Մեկը դա նա է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը իր ներկայությամբ շուտ կենթանություն է տալիս արարչագործությանը։ Երկրորդը դա նա է, կներեք, ես խոսքը պիտի նայեմ, որտեղ կարևոր խոսք է։ Հուսահատություն, հա, այսինքն հաջորդը դա նա էր, որ ինքը ցրում է ամեն տեսակի հուսահատությունը, այդ որ ինքը ինչով է կենթանացնում, էլի, հուսահատությունը ինքը ամեն ինչը սպանող էներգիա է, ինքը հույս տվողն է, հա, եւ երրորդը դա նա էր, որ ինքը ողորմածաբար միշտ ցուցումներ է տալիս այն կենթանի էակին, որը որ ուզում է ճիշտ գործել, ոչ թե ուզում է գործել այնպես, ինչպես իր կեղծ եստ է թելադրում, այլ ուզում է ճիշտ գործել։ Այսինքն Գերագույն Աստծո ազնվորության ողորմածությունը դա ոչ թե ինչ-որ մի հատ այսպես աբստրակտ օրինակ է, չէ, այլ դա կենթանի ուժ է, որը ինքը կենթանացնում է, հա, ուղղություն է օրիենտիրովկա է տալիս, հասկանում եք, հա, դուրս է բերում այդ ունայնության զգացումից եւ գործողություններին ճիշտ ուղղություն է տալիս։ Եվ իհարկե այս տեսանկյունից, չէ, մենք կարողանում ենք հասկանալ, որ այս տեքստերը, որ արտասանեց Տեր Բրահման, իրանք վերաբերվում են ոչ միայն իրան։ Իրանք վերաբերվում են ցանկացած ազնվորության, որը ինքը լուրջ պարտականություն ունի։ Ցանկացած ծառայություն, որը կենթանիակ պիտի անի, եւ այդ ծառայությունը ինքը ինչ-որ մասշտաբային է, այն ինքը կարիք ունի Գերագույն Աստծո ազնվորության այդ կենթանություն տվող գործողություններին։ Հասկանում եք։ Եվ այստեղ այն պատասխանը, որը ինքը հաստատի, որը ուզում է Տեր Բրահման, ինքը շատ պարզ է։ Ինչքան ավելի մեծ է ֆունկցիան, այնքան ավելի լուրջ պետք է լինի աղոթքը խոնարհության մասին, պաշտպանության մասին այդ կեղծ հեղինակությունից։ Հասկանում եք։ Եվ այդտեղ է, որ արիացիները իրենք կարևորում էին մաքուր նվիրալների դերը, այսինքն հոգևոր ուսուցչի դերը, որը ինքը երբեք եւ ոչ մեկին, ոչ մի իր աշակերտին թույլ չի տա, որտեվ հատկապես Աստվածամերժության դարաշրջանում, երբ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը չի գալիս, մեզ համար միակ իրականությունը մնում է հոգևոր ուսուցիչը։ Եվ երբ որ մենք հոգևոր ուսուցչի կամքի տակ ենք դնում մեր նվիրված ծառայությունը, որը մենք կատարում ենք Աստծուն, չէ՞, դա մեզ երբեք թույլ չի տալիս, որ մենք մեզանից եսի միշտ մեզ երևակայենք, որովհետև մենք միշտ կետակցում ենք, որ կատարում ենք մեր հոգևոր ուսուցչի կամքը ընդամենը, հասկանում եք։ Հիմա, սիրելիներս, ուրեմն
այս տեքստը ինքը շատ գեղեցիկ տեքստեր էին եւ հոգեբանական տեսանկյունից, չէ, այս տեքստերը իրանք արդեն ինքը թեմայով հասկացանք, որ բավականին խորը տեքստեր են, որովհետեւ իրենք բացում են գործունեության ամենակարևոր վտանգը, որը կենդանիակին սպասում է, չէ։ Այսինքն սովորական կենդանիակը ինքը եթե թույլ է, չէ, ինքը միշտ վախենում է, որ ինքը կարող է չկարողանալ անի այն ինչ որ պիտի անի։ Ուժեղը, որը օժտված է ուժով, հասկանում եք, ինքը ավելի հաճախ կործանվում է ոչ թե թուլությունից, այլ այդ բոլորությունից։ Երբ որ ինքը ինչ-որ մի կետից սկսում է մտածել, որ ինքն է այդ ամեն ինչի աղբյուրը։ Հասկանում եք, եւ Տեր Բրահման ինքը շատ սթափ տեսնում է այդ ռիսկը, որ այդ վտանգը կա, հա, եւ դրա համար ինքը հոգեբանորեն իրան պահում է ոչ թե ինքնավստահ առաջնորդի պես, հա, այլ ինքը պահում է իրան որպես հասուն մի անձնավորություն, որը ինքը շատ լավ գիտակցում է, որ այդ մասշտաբային գործը, որը ինքը հիմա պիտի անի, իրան չի դարձնում բացարձակ անձնավորություն, հա, որ էներգիաները, որ այդ ուժը, այդ էներգիաները, որը իր մեջ պիտի աշխատեն, որ ինքը կարողանա այդ ֆունկցիան կատարի, ընդհանրապես իր մեջով են անցնում, այլ ոչ թե ինքն է այդ էներգիայի աղբյուրը։ Հասկանում եք։ Այսինքն ինքը դա է ուզում երբեք չմոռանա, որ ես կարող եմ անել ահռելի մեծ գործեր, կարող եմ, բայց շատ կարևոր է, որ ես միշտ կարողանամ հասկանամ, որ կախված եմ աղբյուրից։ Եվ սա հոգեբանության տեսանկյունից բացարձակ առողջ հոգեբանության մասին է խոսում։ Հասկանում եք, եւ որովհետեւ Տեր Բրահման ինքը ոչ թե աղոթում է, որ ուժեղացնի իր եսը, օգնիր ինձ, որ ես կատարյալ սարքեմ, բաց, ինքը այդ չի աղոթում։ Ինքը խնդրում է պաշտպանություն։ Եվ այս կարգի աղոթքները իրանք շատ մեծ դիֆիցիտ են։ Հասկանում եք։ Որովհետև սովորաբար մեծ խնդիրների մեջ միտքը ինքը միշտ ստիպում է կենդանիակին, որպեսզի ինքը աղոթի, որ ինքը վստահ լինի, որ ինքը կարողանա ղեկավարի այդ process-ները, որը պիտի արվի, որ ինքը ուժ ունենա այդ ամեն ինչը անելու համար, որ ինքը ազդեցություն ունենա, որպեսզի այդ ամեն ինչը անի, չէ՞։ Իսկ Տեր Բրահման ինքը լրիվ ուրիշ բանի մասին աղոթեց։ Ինքը ասեց. օգնիր, որ ես չշեղվեմ, օգնիր, որ ես չընկնեմ հպարտության մեջ, հա, օգնիր, որ ես չընկնեմ նյութական էներգիայի ազդեցության տակ, օգնիր, որ ես չմոռանամ քո կամքը, հա, եւ օգնիր, որ միշտ ստանամ վերջում քո ժպիտը եւ քո գոհ հայացքը։ Եվ սա հոգեբանական տեսանկյունից, հատկապես հոգևոր տեսանկյունից շատ այսպես զրելի, շատ հասուն աղոթք է, որովհետև ինքը ցույց է տալիս, որ Տեր Բրահման ինքը շատ ռեալ է տեսնում այն իրական վտանգը, իրական այդ որ բան են անում էլի, искажение աղավաղված, հա, այդ կետը, որտեղից ճշմարտությունը ինքը աղավաղվում է։ Հասկանում եք։ Եվ այս տեքստերով Տեր Բրահման ինքը, եթե մենք լուրջ ենք վերաբերվում այս տեքստերին, Տեր Բրահման ինքը շատ լուրջ աշխատանք կարող է անել մեր ներքին աշխարհի հետ, որպես հոգևոր մարդկանց, որովհետև ինքը կարող է
բուժել այս տեքստերով ինքը մեզ ուղղություն է ցույց տալիս, թե ինչպիսի հոգեվիճակ պիտի ունենա այն ազնվորությունը, որը ինքը լուրջ եւ պատասխանատու ծառայություն է ստացել։ Հասկանում եք, որովհետև տեսեք, Տեր Բրահման ինքը լարված չի։ Եթե մենք հոգեբանության տեսանկյունից ենք նայում, Տեր Բրահման ինքը լարվածության ոչ մի սիմպտոմ ցույց չի տալիս։ Այսինքն ինքը լարված չի ու չի մտածում, որ այ աշխարհը բան է, էլի, սենց հենված է իր վրա, ոչ թե մենակ իր վրա, այլ իր լարվածության վրա, որ ինքը պիտի զգոն լինի, ուժեղ լինի, բան, որ այդ ամեն ինչը անի։ Չէ՞։ Ինքը ասում է, այո, ես հիմա արարելու եմ։ Եվ այո, իհարկե, ես գիտակցում եմ, որ եթե ես ծնվել եմ երկրորդ արարիչ, դա նշանակում է ես այդ ուժը ունեմ։ Ինձ դաժե պետք չի, որ ես լարվեմ։ Հատկապես, որ այս պահին ինքը դեռ մենակ է։ Այսինքն չկա ուրիշ այդպիսի ազնվորություն, որ իրանք փորձեր խանգարել։ Օրինակ Տեր Բրահմայից հետո արդեն ցանկացած ազնվորություն, որը ինքը ինչ-որ մի պատասխանատու նվիրված ծառայություն կարող է ունենալ, ինքը անպայման կարող է ունենալ հակազդող ուժ, որը իրան կփորձի խանգարել, որպեսզի ինքը այդ ծառայությունը չկատարի, եւ դա կարող է լարվածություն ստեղծել, չէ՞։ Բայց Տեր Բրահման ինքը այդպիսի խնդիր չունի, ինքը առաջինն է, հա։ Եվ ինքը այդ հանգիստ վիճակով, դրա համար ինքը կարող է այդ հանգստությունը մտցնել ուժեղ հոգևոր մարդու մեջ, ինքը կարող է այդ հանգստությունը մտցնել, որ մի լարվի։ Եթե քեզ տրված է պատասխանատու նվիրված ծառայություն, դա նշանակում է, որ դու այդ ծառայությունը կատարելու ուժը արդեն ունես։ Հասկանում եք։ Ուղղակի այլ հույսը բան միշտ խնդրի Աստծո ողորմածությունը, որպեսզի դու ինքդ չընկնես հպարտության ձեռքը, դու ինքդ չմտածես, որ այն տաղանդը, որ դու ունես, այն շնորհը, որ քեզ տրված է, դու ես դրա հեղինակը։ Հասկանում եք։ Եվ այդ բան էլի, այդ մտավիճակը, որը հիմա ունի Տեր Բրահմանի, որ մենք իր այսպիսի խաղաղ տեքստերի հետ ենք շփվում, չէ՞։ Ինքը ամեն մի տեքստը ինքը իրանով արդեն իր գործը անում է։ Եվ այս տեքստերը իրանք, եթե մենք այսպես էլի դա նույնիսկ մի քանի անգամ կարդանք, չէ՞, իրանք այդ շատ կարևոր մի բան էլի ծուղակից հոգեբանական ծուղակից մեզ կազատի։ Հասկանում եք, որն է այդ հոգեբանական ծուղակը, որ եթե ինձ ինչ-որ բան է վստահված, եթե ես հանկարծ ինչ-որ մի բանը չանեմ, ուրեմն աշխարհը փուլ կգա։ Հասկանում եք այդ напряжение от բանել այդ ավելցուկ պարտականության զգացումից լարվածություն ունենալը։ Այդ ինքը Տեր Բրահմայի տրամադրությունը, եթե մենք ընդունենք, այդ միանգամից դուրս կգա։ Հասկանում եք։ Եվ իրան հիմա Տեր Բրահման ինքը օրինակ է ցույց տալիս, թե ինչպիսի մտավիճակ պիտի ունենա այն ազնվորությունը, որը ինքը բարձրագույն իշխանություն ունի։ Հասկանում եք, որովհետև շատ մարդիկ իրանք, երբ որ բարձր դիրք են ունենում, իրանք ներքինից հենց այդտեղ, մենք ասում ենք, կոտրվում են։ Հա, ինչու՞։ Որովհետև ցանկացած ղեկավարում իրանք սկսում են վերապրել կամ որպես իրանց անձի վրա ճնշում, այսինքն լարվում են, որ ես կարողանամ ճիշտ ղեկավարեմ, չէ՞, կամ արդեն ընկնում են ինքնամոռացության, գոռոզությունից ինքնամոռացության գիրկը։ Հա, իսկ Տեր Բրահման ինքը ասում է, եթե դու արդեն հայտնվել ես այդտեղ, եթե դու ծնվել ես, այդ ճիք չես կործանվել, էլի, դու ուղղակի ծնվել ես այդպիսին, երբ որ դու ինչ-որ խատաղ բաներ ես անում դրան հասնում, դա աստվածային շնորհը չի, բայց եթե դու ծնվել ես այդ շնորհը քո մեջ, ուրեմն դու ուղղակի պետք է սպասես, պիտի ակնկալես քո պաշտպան, դու պիտի թույլ հանգիստ անես քո ծառայությունը և սպասես Աստծո հայացքին, նրա ժպիտին,
նրա ողորմածությանը եւ նրա բաներին էլի, ասենք ուկազանիա, այլ որ ինքը ինչ-որ բան է ասում, էլի, դներեք իմ ամառը նորից չնայեմ, հասկանում եք, չէ, այսինքն, ինչպես մենք տեսնում ենք, Տեր Բրահման ինքը իր այդ բարձր ղեկավարի դիրքը չի դսեմացնում, այլ ոնց ասեմ, այլ այդ դիրքին կյանք է տալիս, հասկանում եք, եւ այդ կյանքը ինքը կայանում է այդ դրա մեջ, որ քո ուժին կյանք տվողը Գերագույն Աստվածաշնչության կյանքն է։ Հա, իսկ եթե մենք արդեն խոսենք այս տեքստերի մասին սրտի մաքրագործման տեսանկյունից, չէ, ապա ընդհանրապես կարող ենք ասել, որ այս տեքստերը իրանք ուղղակի անգին են, չէ, որտեղ իրանք աշխատում են հենց այդ թեմայի հետ, որ ամեն մի ազնվորություն, որը ինքը մի փոքր, ինչ-որ մի բան, ինչ-որ մի գործ է ստանում, որը Գերագույն Աստվածաշնչությունն իրենից ակնկալում է, որ դա պիտի արվի, ինքը միանգամից դա վերագրում է իր կեղծ եսին, միանգամից դարձնում է իր հպարտության թեման, հասկանում եք, եւ սա այ ամենագլխավոր թեման է, որովհետեւ կեղծ եսը ինքը միշտ ուզում է ասել, ես անում եմ, ես արարում եմ, ես ղեկավարում եմ, ես եմ աղբյուրը, հասկանում եք, իսկ Տեր Բրահման հիմա, ինքը շատ նուրբ տեքստեր են սրանք, էլի, Տեր Բրահման ինքը հիմա լրիվ հակառակ, ինքը հենց այդպիսի աղոթքներ մատուցեց, որ խնդրում էր Աստծուց, որ հենց այդ կետերից, այդ եսից ինքը ազատ լինի։ Եվ սա արդեն անկեղծության, նվիրվածության շատ բարձր մակարդակի մասին է խոսքը։ Հա, այսինքն ինքը դեռ չի մտել հպարտության մեջ, ինքը դեռ չի սկսել գործել, ինքը հասկանում է, թե այդ գործողությունը ինքը ինչերի հիմք կարող է դառնալ եւ նախապես է աղոթում Աստծուն, որ հանկարծ այդ սրտի կեղտոտվածությունը իրան չբղծի։ Հասկանում եք, որովհետև մեծամասամբ նյութական աշխարհում, երբ որ կենդանեակը ինքը ինչ-որ մի բան է կարողանում անի, ինքը միանգամից դառնում է այդ 4 եսերի գերին։ Ես կարող եմ, ես արարում եմ, ես ղեկավարում եմ, ես եմ աղբյուրը, ես եմ սկիզբը։ Հասկանում եք։ Եվ այստեղ իրականում մենք հնարավորություն ենք ստանում հասկանալ մի շատ կարևոր նրբություն, որ ոչ թե միայն կոպիտ վայելքները կարող են աղտոտել կենդանեակի սիրտը, հա, կենդանեակի սիրտը կարող է աղտոտել նույնիսկ շատ մեծ մասշտաբի հիմա աստվածային գործեր կատարելու հնարավորությունը։ Հասկանում եք, եթե իհարկե այդ ինչ-որ մի պահից կենդանեակը ինքը շեղվում է, այդ Աստծո կապը կորցնում է իրականում իր մեջ եւ այդ ծառայության եւ Աստծո կամքի մեջտեղը դնում է իր եսը։ Հա, եւ դրա համար, այո, իհարկե, Տեր Բրահման ինքը հասկանում է։ Հիմա ես սկսելու եմ արարել նյութական աշխարհում ապրող կենդանի էակներին, բայց ես ինքս չպետք է դառնամ նյութական գիտակցություն ունեցող ազնվորություն, այդ եսերը դա նյութական գիտակցությունն է, չէ, եւ սա իրականում ահավոր հասուն սկզբունք է, որին ուզում է հետևել Տեր Բրահման, հասկանում եք։ Եվ այսպես ուրեմն, սիրելիներս, Տեր Բրահման ինքը մատուցեց իր աղոթքները, այս 3 տեքստերը իրար հետ տալիս են շատ հասուն հոգևոր բանաձև, եթե մարդուն տրված է ինչ-որ մի մեծ ծառայություն, որ ինքը կարող է անել, եթե նույնիսկ փոքր կապ չունի, հա, բայց մեծը հատկապես այստեղ կարևոր է, հա,
Եթե նրան տրված է ինչ-որ այսպես ազդեցիկ ծառայություն, ինքը պետք է վախենա ոչ թե այդ գործունեության մասշտաբից, ծավալից, հա, այլ ինքը պետք է վախենա, որ կկորցնի խոնարհությունը։ Որովհետև իրականում, ճիշտ ասած, այդ դեպքում Գերագույն Աստվածավորությունը ինքը կարող է խլել քեզանից այդ ծառայությունը։ Կարող է խլել քեզանից այդ ծառայությունը։ Եվ ուրեմն կենթանիակը ինքը կարող է հայտնվել ունայնության մեջ։ Դրա համար է, որ կենթանիակը, որը ինքը ստացել է ինչ-որ մի ազդեցիկ ծառայություն, ինքը պետք է հասկանա, որ ինքը արդեն իսկ օժտված է այդ ծառայությունը կատարելու ռով, հա, բայց ինքը պետք է աղոթի Աստծուն, որպեսզի այդ գործողությունը, որը կարող է դառնալ հիմք փառասիրության եւ գոռոզության, չհաղթոտի իր հոգին։ Հա, որպեսզի ինքը չվերագրի իրեն այն, ինչը իրականում իրենը չի։ Հասկանում եք։ Եվ միշտ մնա, այսպես էլի, կենթանի բանը էլի, что проводник. Проводник. Այդ էլի, որ իր մեջով փոխանցվում է այդ ամեն ինչը, չէ՞, ուրեմն միշտ մնա այդ проводник-ը Գերագույն Աստծո աստավորության ողորմածության։ Այսինքն պետք է հասկանանք, որ իրական ստեղծագործական ուժը ինքը գալիս է ոչ թե կեղծ եսից, ինքը գալիս է Աստծո հետ կապից, նրա հայացքից, նրա ժպիտից, նրա կամքից, նրա ողորմածությունից։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այս իմաստով սա շատ հետաքրքիր տրամադրություն, փափուկ, խոնար ոչ թե ես քո ծառան եմ, չէ, ավելի վատ, ես քո ստրուկն եմ, դու ասել ես, ես անում եմ։ Հասկանում եք, երբ որ Տեր Բրահման ինքը այդ իր ամբողջ աղոթքի մեջ մտցրեց Գերագույն Աստծո անձնավորության հայացքը, ժպիտը եւ ողորմածությունը, տեքստերը դարձան ահա որ փափուկ։ Այդ թե ինչպիսի հոգեվիճակում է միշտ գտնվում Աստծուն տվիրված կենթանիակը։ Հասկանում եք, սա շատ ուժեղ, շատ նուրբ տեքստեր էին, եւ այս տեքստերը իրանք հատուկ գեղեցիկ էին, որովհետեւ Տեր Բրահման այս տեքստերում ոչ թե խնդրում էր, որ ինքը դառնա իր սեփական ֆունկցիայի հերոսը, հասկանում եք, այլ ինքը մնա նվիրված հոգի, որը նույնիսկ ամենաբարձրագույն նվիրված ծառայությունը կատարելուց պատասխանատվության զգացումից այն կողմ ուրիշ ոչինչ չունի։ Եվ հենց դա է, որ այդպիսի նվիրալին դարձնում է իրականից վե, հասկանում եք, եւ դրա համար այս տեքստերի ամենաուժեղ գիծը, որը տարավ Տեր Բրահման, դա հենց դա էր, որ ոչ թե ինքը խնդրում էր, որ օժտվի ուժերով արարել, հա, այլ ինքը պաշտպանություն էր խնդրում այդ վտանգներից։ Հասկանում եք։ Եվ ես նորից եմ կրկնում, որտեղ շատ ուզում եմ այդ տրամադրությամբ վերջացնեմ մեր Բրահմայի աղոթքները, որ այն բոլոր փիլիսոփայությունից հետո, որը Տեր Բրահման ինքը ասեց, այսինքն ինքը սկսեց նրանից, թե ինչ ինքը գիտի Աստծո մասին, ինչ է գնահատում այն կենթանիակի մասին, որը իր առաջ է կանգնած, ինչպես է ինքը տեսնում նյութական աշխարհը, ինչ է ինքը մտածում այս աշխարհի եկող կենթանիակների մասին, ինչ ինքը գիտի իր ֆունկցիայի մասին եւ այլն, չէ՞, եւ ամենավերջում ինքը որպես ամենամեծ զենք հաղթահարելու նյութական կեղծ եսի բոլոր գայթակղությունները օգտագործեց Գերագույն Աստծո աստավորության հայացքը, նրա ժպիտը եւ նրա կամքը, նրա ողորմածությունը։
նրա ողորմածությունը։ Այդ իմաստով այ ընդհանուր առմամբ Տեր Բրահմայի աղոթքները դարձան աննկարագրելի գեղեցիկ։ Եվ այսպիսով մենք ավարտեցինք Տեր Բրահմայի աղոթքները, կարծում եմ, որ հոգևոր մարդու համար, հոգևոր աճի, հոգեբանության համար, սրտի մաքրագործման համար, բոլոր նրանց համար, ովքեր որ կուզենային Գերագույն Աստծո անձնավորությունից ինչ-որ զգալի նվիրված ծառայություն ստանան, մենք այսօր ստացանք ձեզ հետ տեքստեր, որոնք մի կողմից հնարավորություն են տալիս, որպեսզի մենք հասկանանք, թե ինչու այդպիսի ուրեմն առաջադրանքներ չունենք Աստծուց, եւ միաժամանակ հնարավորություն են տալիս ճիշտ մտածելակերպ ունենալ, եթե հանկարծ Գերագույն Աստծո անձնավորությունը որոշեց մեզ ինչ-որ բան վստահի։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս,